Ձեռք բերեք իտալական նրբագեղ ու բարձրակարգ սալիկների նշված տեսականին, վճարելով բացառիկ 4400 դրամ 1 քառակուսի մետրի համար։ Շարունակում ենք մեր թողարկումը, առաջին լրատվականի եթերում կրկին Մեհրաբյան օնլայնն է, ես Ռուբեն Մեհրաբյանն եմ։ Մեր քննարկման հաջորդ թեման մի միջադեպ է, որը թվում է թե առաջին հայացքից քաղաքական չէ եւ դա ոնց որ այլ բաժնով պետք է քննարկվի, սակայն այստեղ բացվում են բազմաթիվ շերտեր, որոնք շոշափում են ընդհանրապես մեր հասարակական պատկերացումները, նաև մեր կրթական համակարգում տիրող բարքերը եւ ընդհանրապես մի շարք այլ հարցեր են առաջացնում, որովհետեւ այդ միջադեպը ուղղակի այսբերգի երևացող մասն է։ Խոսքը Երևանից ոչ հեռու գտնվող Մերձավան Ավանի դպրոցում տեղի ունեցածի մասին է, որի տեսանյութը լայնորեն սկսեց տարածվել, թե ինչպես են մի խումբ ուսուցիչներ եւ աշակերտներ պատմության ուսուցչուհուն տեսախցիկների առաջ ինչ-որ ամոթանքներ տալիս, ինչ-որ բաներ հիշեցնում եւ նաեւ խոսակցություն է գնում, որ այդ ամենը տնօրենի դրդմամբ է տեղի ունեցել։ Եվ ուշագրավն այն է, որ այնտեղ մի այսպես ցածր սոցիալական պատասխանատվությամբ մի լրատվամիջոցի մասնակցություն է ֆիքսվել եւ մի շարք շատ հետաքրքիր հարցով է նա դիմում ուսուցչին՝ դուք թուրքասեր եք։ Մինչդեռ ուսուցչուհին ընդամենը փորձել էր աշակերտներին իրականությունն իր ամբողջության մեջ ներկայացնել դուրս տարբեր այսպես գաղափարախոսական կլիշեներից։ Փորձենք հասկանալ եւ այդ նպատակով ես մի հարգարժան հյուր եմ հրավիրել մեր տաղավար տեսակապով, ում սիրով ուզում եմ ներկայացնել, մեր այսօրվա հյուրն է հասարակագետ Վահրամ Թոքմաջյանը, բարև եք եկել պարոն Թոքմաջյան, շնորհակալ եմ, որ ընդունեցիք հրավերս։ Պարոն Թոքմաջյան, դուք հետևել եք այս տեղի ունեցածին, այս տեղի ունեցածի շուրջ խոսակցություններին, գրառումով դուք նաև ինքներդ եք անդրադարձել սրան։ Այս տեղի ունեցածը, այո, այնուամենայնիվ այսբերգի երևացող մասն է, որը սակայն ցուցիչ է մի շարք ավելի, այսպես ասենք, խորանիստ երևույթների, իրավիճակների, որը վերաբերվում է թե մեր հասարակությանը, թե մեր ուսուցչական կազմին, թե մեր ընդհանրապես կրթությանը եւ այդ կրթության համակարգի շրջանակներում դասավանդվող պատմության բովանդակությանը եւ այլն։ Համեցեք։ Տեղի ունեցած ունի մի քանի շերտ, հա, այսինքն չես կարող մեկ ասպեկտում դիտարկել։ Թերևս ամենամտահոգիչ շերտը դա ուսուցչի թիրախավորումն է, որը որ մենք տեսնում ենք եւ շատ վատ ձևի թիրախավորումը։ Կոնկրետ այս պարագայում մենք տեսանք պատմության ուսուցչի թիրախավորումը, բայց մենք ունենք համընդհանրական խնդիր։ Տարիներ շարունակ այդ կլինի կարգին հաղորդում, այդ կլինի, չգիտեմ, 7 քես ներկայացում, այդ կլինեն այլ անապատումներ, դա կլինի ընտրական գործընթացներ, ուսուցչի կերպարը, ուսուցչի բովանդակությունը անդադար թիրախավորվել է ու եկել հասել ենք այսօրին։ Այդ թիրախավորման հիմքում սոցիալական բաղադրիչն է, մշակութաբանական բաղադրիչն է, քաղաքական բաղադրիչն է եւ այլն։ Ամեն ինչն է քաղաքական, հա, մեր կյանքում, նաև այս խնդրում կոնկրետ այս դրվագետ կա քաղաքական պրոբլեմ, որի շուրջ ես հիմա չի ուզենա խորանալ, բայց ակնհայտ է, որ տարբեր շրջանակներ սա կօգտագործեն տարբեր կերպ, մեր խնդիրը այլ բան է։ Անկախ թե ինչ եղել դասարանում, ինչ են խոսել, խնդրին տալ գնահատական մի քանի կողմից։ Նախ
ծնողական համայնք, սովորողներ եւ նույն կոլեկտիվի աշխատողներ ու տնօրենի ԺՊ-ի պահվածք, սա մեկ։ Այստեղ ասեմ ինչեր են խախտվել։ Եթե անգամ կա խնդիր, հատկապես որ այդ մարզպետարանի աշխատողը մեծ հարցազրույցներ էր տվել, թե մենք գնացել ենք, հետաքրքրվել ենք այդ խնդրով եւ այլն, վատ եք հետաքրքրվել, դուք ձեր տեղում չեք։ Հիմա էլ խորհուրդներ է տալիս, թե ինչպես ուսուցչին հեռացնեն, էլի շատ վատ է անում։ Ես ասում եմ ամենայն պատասխանատվությամբ, եթե ուսուցիչը ցանկանա, մեր արմիությունը, կրթություն եւ համերաշխություն, մինչեւ վերջ պաշտպանելու է նրա իրավունքները։ Մարզպետարանը չի ուզում է ցարի փողը լինի։ Այս մեկ։ Երկրորդը, կան բարեվարկության նորմեր, որոնք խախտել են կոնկրետ այդ ուսուցչի գոլեգաները։ Դա մենք տեսնում ենք կադրերում։ Բարեվարկության նորմերում շատ հստակ գրված է, որ դու իրավունք չունես սովորողների, այլոց ներկայությամբ եւ այլն, քո գոլեգային վատ վերաբերես։ Ես էլ չեմ ասում պախարակելու, պիտակելու մնացածի մասին։ Եթե կար խնդիր, պետք է նստեին համապատասխան գերատեսչության այդ կոնկրետ այս պարագայում Մարմավիրի մարզի հանրակրթության վարչությունն է, այդ դպրոցի տնօրենի ԺՊ-ներ նախկին այլևս որը որ պատասխանատու է բովանդակության համար, տնտեսվարը չի ինքը էլ նոր կարգավորումներով, ինքը բովանդակության պատասխանատուն է կրթական գործընթացի եւ այդ հարցը լուծեին։ Իսկ այս հարցի մեջ ներքաշել երեխեքին, սա հագամանգավարժական։ Ես հիմա շատ ռադիկալ բան եմ ասում, շատ ռադիկալ, բայց եթե ես ունենայի հնարավորություն, մինչև վերջ հետաքննելու էի սա, ու բոլորին ովքեր որ զբաղված են եղել լուզերությամբ, աշխատանքից ազատելու էի ու եթե ունենայի լիազորություն, զրկելու էի ընդհանրապես կրթության գործով զբաղվելուց։ Ես շատ լավ գիտեմ, թե ինչպես կարելի է մանիպուլացնել այդ տարիքի երեխեքին։ Շատ լավ գիտեմ։ Ավելին ասեմ, իմ 14-ամյա աշխատանքային պրակտիկայում բազմաթիվ անգամներ տեսել եմ, թե ինչպես են մանիպուլացնում այդ երեխեքին։ Նույն ուսուցիչները, նույն, չգիտեմ, կազմակերպիչը, մյուսը։ Հիմա այս պարագայում, այս բոլոր նորմերը խախտվել են։ Ծնողական համայնքի պահվածքին ընդհանրապես քննադատական չեմ ուզում տալ, սա առանձին հետազոտության թեմա է։ Այսօր ծնողական համայնքի զգալի մասը, որը ճորտո բաներ է ուզում բանից, կրթությունից, բրախել երեխուն տվել է հանրակրթության, բայց ինքը եկել է պահանջատեր դեմքով կանգնել է ինչ-որ բաներ է պահանջում, բայց մայլեն զբաղված է չիջոյությամբ։ Իջա դպրոցը սրբավայր չի։ Դպրոցը այն է, ինչ է հասարակությունը։ Այսինքն դու ուզում ես այս հասարակության մեջ մի քանի տասնամյակ շարունակ, սկսած սովետական ժամանակաշրջանի X փուլից գողապետական բարքեր տարածես, հագամշակույթ տարածես, գաս հասնես ինչ-որ մի հատ կետի, բայց դպրոցը լինի սրբավայր ու ինչ-որ բաներ պահանջես։ Ինչի այդ մի զգալի հատվածի, որ մեկի քուչեն կամ ընտանիքն է, որտեղ որ սովորող օրվա մեծ մասն է անցկացնում սրբավայր, որ դպրոցը դառնա սրբավայր, դպրոցը չի կարող լինել օազիս այս ամեն ինչի մեջ։ Պարզապես չի կարող։ Ես էլ չեմ խոսում այն մասին, որ այդ ծնող խորհուրդներ, բաներ, դրանց զգալի մասը դարձել են դպրոցներում լեգիտիմ ճագերտների մեջ կոռուպցիոն շղթայի մաս, ինքնակամ, փչացած մտածողությունից ելնելով։ Ու հիմա մենք այս դեպքով ես պատահական չէի գրել, որ սա լակմուս է։ Մենք տեսնելու ենք դեռ տարբեր շահարկումներ, շատ տարբեր։ Ես ասենք կարդում եմ կրթության նախկին պատասխանատուներից որոշների ակնարկներ կամ նայում եմ, որ ասում են, արա դուք էլ եք փայատերես ամեն ինչին։ Դուք եք ղրդաբով ես մարդաս լսում կուսակցությունները, նույն տնօրեններն ու բաներին, որ ձեր համարձեն հավաքին։ Դրա համար էլ այսօր երկու տողփան չեն կարողանում գրել, որովհետև ժամանակին գիտեին, որ 50 ցեմ դիպերեմ ՀԿ-ին, 60 ցենտ Դաշնակցությանը, 30 ցենտ ՕԵԿ-ին, նայած նախարարը կոալիցիան, 50 կամ 60 ցենտ ԲԿ-ին այդ ժամանակով էր։
Այսօր տնօրեններ ունենք, դոշին էլ կրծքանշանի տեղ չկա, այդ թվում ԿՊ-ի։ Սա ԽՊ բրձել է, տեղ չի մնացել, մի ԿՊ-ի բանն է ուզում խփի, կրծքանշանը։ Ու այդ մարտիկ կրթության բովանդակությունն են կազմակերպելու։ Իրանց կրթության բովանդակության կազմակերպիչ։ Իրանք քաղաքական վաշխառումներ են, մի մասը, իհարկե ոչ բոլորը, ես մանան պատասխանատու բան չեմ ասի։ Բայց այդ մասը շատ էական մաս է, սա մեկ։ Երկրորդ, մենք սա տեսնելու ենք տարատեսակ կողմից թիրախավորումներ, խնդրին են գա փոխում, արժեբանության խեղաթյուրում եւ այլն եւ այլն եւ այլն։ Եվ տեսնելու ենք բոլոր կողմերից, բոլոր քաղաքական փայատերերի եւ շահառուների կողմերից։ Արդյունքում խնդիրը, ուսուցչի հանդեպ թիրախավորված վերաբերմունքը կերպարի հանդեպ, էլի փորձելու են երկրորդել, լուծման չգնալ, կամ թույլ չտալ, որ լուծում լինի։ Պարոն Թոքմար ջան, այո, այդ երևույթը լիովին դժվար է այստեղ ոնց որ այլ ախտորոշում տալը, հաջորդ ասպեկտը շատ լավ թիրախավորեցին, հասկացանք, բայց նաև այդ թիրախավորման բովանդակությունն է ուշագրավ, երբ պատմության ուսուցչին թիրախավորում են իր կողմից այդ դեպքերի, անցյալի դեպքերի համապարփակ ներկայացման համար եւ մի բան էլ, չգիտեմ, կշտամբում են թուրքասիրության համար, հա, նաև դուք որպես անմիջական պրակտիկա ունեցող անձնավորություն ինչպես եք տեսնում հարցը հենց այս տեսանկյունից, էլի դասավանդվող այդ պատմության բովանդակության շուրջ տեղի ունեցող այս ներքին անառողջ բանավեճերից ի վերջո կրթության նպատակը որն է, չէ՞ որ ուղղակի իրադարձությունները օբյեկտիվ ներկայացնելը, որպեսզի աշակերտներն էլ եզրակացնելու ունակություն ունենան, չէ, այլ ոչ թե պատրաստի կլիշեները դաջվեն ուղեղների մեջ, այդպես չէ։ Ձեր գնահատակը։ Տեսեք, այլ է դպրոցական կրթության նպատակը, այլ է բուհական կրթության նպատակը, հետբուհական եւ այլն։ Դպրոցական կրթությունը կոչվում է հանրակրթություն։ Այսինքն դպրոցական կրթությունը չի պատրաստում գիտնականներ։ Դպրոցական կրթությունը քեզ պարտավոր է տալ նվազագույն, հանրամատչելի գիտելիքներ, կյանքի հմտություններ եւ քննադատական դասողության ինչ-որ ձևեր, որ դու վաղը մյուս օր որպես քաղաքացի, որպես նաեւ Հայաստանի դեպքում, քանի որ մենք գրեթե մոնոէթնիկ երկիր ենք, շատ քիչ տոկոսային հարաբերությամբ, այդ հավաքական պատմական հիշողությունը, քո ինքնության դիդակտումը եւ այլն։ Բայց քանի որ մենք տարբեր շերտերով ու կլիշեներով, տարբեր իշխանությունների օրոք, տարբեր կերպ այս ամեն ինչը արդեն նենգափոխել ենք, հիմա հասարակությունը միշտ այդ սիրում է ծայրահեղացված դիլեմաներ, թրկասեր, ոչ թրկասեր, հիմա թրկասերին բան, հայրենասերն են հագադրում, ես շատ գիտեմ ինչ, եւ այլն եւ այլն եւ այլն, սա միշտ լինելու է, միշտ եղել է։ Եկեք մի հատ փոքրիկ պատմական ռեմարկ անենք, հա, իմ կարծիքով ցեղասպանության հետ կապված խնդրի, նախ ես ասեմ, որ դա աքսիոմա է, դա չի քննարկվում, այդ ապացուցման կարիք չունի, ես չեմ հասկանում են մարդկանց կողմից տարվող այդ արժեզրկման process-ը։ Ցեղասպանության խնդրի հետ կապված պետության դիրքորոշումը ամենահստակը, ամենակոնկրետը տվել է Լևոն Տեր-Պետրոսյանը 1995 թվականին իր հայտնի ելույթում, երբ բացվում էր ցեղասպանության թանգարանը, չէ, Տեր-Պետրոսյանն էլ էին ասում ուրացող բան, չկասեր։ Այո։ Բայց ռոկեբան ցեղասպանության ինստիտուտը, ներողություն, թանգարան չէ ինստիտուտը, այդ հայտնի 80-ամյակի գիտաժողովի շրջանակներում, որը նաև իմ կարծիքով ելույթը բանաձև, բանալի ելույթ էր,
Թուրքիայի հետ հարաբերությունների համատեքստում, ինչպես ընդհանրապես անդրադառնալ ցեղասպանության խնդրին, եթե կուզեք։ Եվ երբ որ դուք նայում եք մինչև 1998 թիվ, մինչև Տեր-Պետրոսյանի հրաժարական, մենք այդ ձև առանձնահատուկ ուղերձներ, չգիտեմ, ինչեր չունենք եւ այլն եւ այլն։ Հիմա, երբ որ Ռոբերտ Քոչարյանի օրոք ցեղասպանության միջազգային ճանաչումը, որ իմ կարծիքով հրճակվեց ոչ ուղիղ, բայց այդպես էր։ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության անկյունակարից մեկը ես չգիտեմ դա մեզ ինչ տվեց։ Ինչ տվեց ցեղասպանության հարցը առևտուր դարձնելը։ Այսինքն դու ինչ ես անում, երբ որ դու քո արտաքին քաղաքականության օրակարգում X թեման դնում ես, դա դարձնում է սակարկման առարկա։ Հիմա, քանի դեռ ենթադրենք Ղարաբաղը մերն էր, կար 7 շրջանների հարց, չէ, դու սակարկում էիր, ենթադրենք 5 շրջաններից դուրս եմ գալիս, Ղարաբաղի այսինչ կարգավիճակի կամ այսինչ հարցերի կարգավորման շուրջ դու։ Հիմա որ դու դրել ես ցեղասպանությունը անպայման Թուրքիայի կողմից ճանաչել չճանաչելու հարցը ինչն է իր սակարկում։ Նույն քաղաքականությունը ավելի մեղմացված շարունակվեց Սերժ Սարգսյանի օրոք։ Նիկոլ Փաշինյանի օրոք Գլխիվայի շուռ եկավ։ Բայց ես ուզում եմ անպայման ասել, որ այս 3 գործիչներն էլ թե իրենց դատողություններում, թե իրենց մոտեցումներում, խոսքս Հայաստանի վերջին 3 ղեկավարների մասին է, առնվազն ցեղասպանության վերաբերյալ ունեն դիլետանտ եւ մագերեսային մոտեցումներ։ Եվ այն կլիշեները, որոնք որ շարժվում են նրանց թիմերի կողմից, կապ չունի թե ինչպես։ Միայն ու միայն նվաստացնում են խնդրի բովանդակություն։ Այդ պարտադրում են հասարակությանը։ Հասարակությունն էլ միշտ սիրով բաժանվում է երկու բանակների, հա, սիրում է քրֆել, կամ բալետ անել այն մարդկանց, որոնք որ բանակներից մեկից են, կամ այն կողմին են քրվում, կամ այս կողմին։ Ես օրվա ազգային ժողովի բանի քֆուրի արագացված կուրսը ցեզ օրինակ։ Ու այդ էլ գիտենք թե ինչ են անում, բայց հիմա այդ մասին չխոսենք։ Վերադառնալով բովանդակությանը հանրակրթության, ով է ասել, որ չի կարելի Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները քննարկել։ Ես բազմաթիվ անգամներ իմ դասերին դա արել եմ։ Դա արել եմ եթերով, դա արել եմ առցանց դասերով, դա արել եմ, չգիտեմ, այլ երկրների հեռուստաընկերությունների կողմից նկարանվող հաղորդումների ժամանակ։ Հիմա շատ լավ, ես միշտ բան է էլի, այդ մարդիկ, որոնք որ ասում են, ոյ թուրքը, հա, օքեյ, մենք շատ լավ գիտենք ինչի են դունակ Թուրքիա պետություն, շատ լավ գիտենք։ Բայց հենց իր երեխուն դպրոց է ուղարկում, չինական եւ թուրքական շորի մեջ նախընտրում է թուրքական շորը, որովհետեւ ավելի որակով է սա հիմնավորում։ Հիմա որ 10 Անտալիայի ծրի ուղեգիր իրար գլուխ ջարտելով այդ վայ հայերենասերների 70%-ը կվազեն Անտալիա։ Անտալիան իդեպ Թուրքիայում է, իրանք կարող է չջոգենել, որ Թուրքիայում է գիտեք, չէ։ Ինք երբեմն պետք է այս հագադրության մեջ մտնող մարդկանց մեկ հատ գազել լցնել, տանել կանգնեցնել Բոսֆորի նեղուցի գլխին։ Նա պատկերացնեն թե հանրապես ինչի հետևից են ընկել։ Սա իհարկե չի նշանակում ոչ ուրացում, ոչ ցեղասպանությունը հիշողություն է, որը երբեք չի մոռացվի։ Դա մեր եսի ինքնության կարևորագույն բաղադրիչներից մեկն է։ Բոլորս ունենք դրա հետ կապված պատումներ, հիշողություններ, առնվազն 80% Հայաստանի նահանգ։ Բայց այդ բերել անընդհատ փաթեթավորել, անընդհատ սարքել էժանագին լրատվության, քարոզչության առարկա, որ մեջ էլ եմ ասում, հավասարաչափ մեղքի բաժին ունի թե գործող ղեկավարը, թե նախկին ղեկավարները, երկուսը, ոչ
երկրորդ եւ երրորդը ոչ առաջին։ Ով դպրոցում դասավանդվում է, իհարկե պիտի դասավանդվի, բուհերում դասավանդվում է, իհարկե պիտի դասավանդվի։ Ինչի մասն է խոսքը։ Այսինքն ինչ, եթե ենթադրենք այդ ուսուցչուհին ասել է, որ բան Թուրքիայի մեկ ան լավ մարդիկ։ Ենթադրենք ասել է, չկա։ Դե ոնց կարող է չլինել, իհարկե։ Հիմա եթե շատ են նեղվում այդ չիմացողները, թող իմանան, որ Թուրքիայում լիքը ծպտյալ հայ կա, կարող է իրանց չգիտակցված բանի ինքնասիրության գտիգը շոյի, որ իմանան, որ Թուրքիայի լավ մարդիկ ծպտված հայերն են ասենք, կամ բացահայտ հայերը, կամ հայկական եկեղեցիներ պահողները, կամ հայկական դպրոցներ պահողները, դապես գիտեն քանի հատ հայկական դպրոց կա Թուրքիայում։ Արդեն այս ամեն ինչը այնքան է աբսուրդից դուրս, որ մարդ դժվարանում է գնահատական տալ։ Այնքան բովանդակազուրկ են դարձրել ամեն ինչ, այնքան ճղճիմ են դարձրել ամեն ինչ։ Չգիտես ինչը գնահատես, ասենք, եթե պատկերացնենք մեզ բան, հա, հոգեբույժ, որ գալիս է ինչ-որ մի հիվանդ, հա, մի քանի վարկագծային շեղումով, շիզոֆրենիայից սկսած այս շեղումներով վերջացրած, այդ թիմի հավաքվի չէ, որ այդ մարդու անամնեզը կազմի գնահատական տա։ Հիմա այս հասարակության այս օրին են գցել։ Առիթ անառիթ կապ չունի մարդը ինչ է լուսաբանում։ Այդ հարցերը այդ շրջանակում անդադ թիրախավորելը, որ վայ, տեսեք սա ինչ է։ Կոնկրետ այս ուսուցչի պարագայում, ու ուսուցչի դեմ արշավի պարագայում, ես ասեմ, որ կա շատ էական քաղաքական խնդիր։ Շատ էական։ Այդ թվում, այդ խնդիրը դրսևորվում է նաև այս իշխանության ներսի տարբեր թևերի մեջ։ Շնորհակալ եմ։ Չենք բացի, բայց կա այս ամենը։ Շնորհակալ եմ, պարոն Թոքմաջյան, ձեր այս կարևոր դիտարկումները մեր հեռուստադիտողին ներկայացնելու եւ ձեր ժամանակից մեր եթերին հատկացնելու համար հաջողություն եւ բարինընդ ձեզ։ Համեցություն։ Մենք զրուցեցինք մեր գործընկերոջ հասարակագետ Վահրամ Թոքմաջյանի հետ, լսեցինք իր դիտարկումները կապված Մերձավան Ավանում դպրոցում տեղի ունեցած այդ տհաճ եւ բավականին անդուր այդ միջադեպի հետ եւ դրա, այսպես ասենք, այն չերևացող շերտերի հետ կապված եւս։ Այսօր թերևս այսքանը, հարգարժան տիկնայք եւ պարոնայք, կհանդիպենք արդեն վաղը, խաղաղություն եւ բարինընդ ձեզ։